խայդարագ են եղել։ Ով է ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ըստ իշխանականների։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառակեր Սրիկային։ Էլ կաշառակեր Սրիկա, էլ լափակեր։ Չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Հատկապես Վահագն Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան եռյակն է ազարտի մեջ Վարդան Ղուկասյանի մասին խոսելիս։ Ես պատկերացնում Վարդանիկը ինչքան է սпасել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ու ասի ես հələ բերեք տենամ ինչ կա չկա ստե։ Սեփական պատկերացումները այլոց վարքագիծ դարձնելը նորմալ է։ Ձեր իշխանության Ընդդիմադիրները իշխանականներին հիշեցնում են, քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, մարդն անմեղ է, քանի դեռ մեղքը ապացուցված չէ։ Ձեր ներկայացված մեղադրանքները ամեն օր դատարաններում փշրվում են։ Եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառալափության համար։ Ենթադրյալ կաշառալափություն, ընդգծում են ընդդիմադիրները, ավելացնում, Գյումրիի քաղաքապետի դեպքում էլ իշխանության արածը գործ կարել է։ Չկա երաշխիք, որ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունը մոնտաժված, այսինքն կեղծված չէ, ինչպես բանտված Բագրատ Սրբազանի դեպքում։ Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ինչն է, որ չկեղծեք։ ՔՊԱ-ականների համոզմամբ իրենք կեղծող չեն, կեղծիկ բացահայտող են։ Օրինակ, հենց ՔՊ-ն է ասել, որ հենց ՔՊ-ի իշխանության օրերին անիվ հիմնադրամով $60 միլիոն է փոշիացվել։ Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՔՊ-ի թիմակիցն է, բայց պաշտոնազուրկ եղավ։ Քրեական գործով է անցնում պտտվող այն լուրերից հետո, ըստ որոնց կոռուպցիոն ինչ-ինչ գործարքների մեջ է։ Ինչ որ չեմ հիշում, կաշառակերության համար իրան բերման ենթարկեն, հարյուրավոր ոստիկանական ուժեր, չգիտեմ ինչեր եւ այլն, ավելին այստեղից չի հնչում ոչ թե կաշառակեր Սրիկա արտահայտությունը, լավ կաշառակեր բառը անգամ, այդ անձի հասեին եւ դա ճիշտ է, որովհետեւ անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել մարդու։ Այն ինչ որ դուք ամեն օր այստեղից անում եք։ ՔՊ-ն Ադրբեջանի նման է գրոհի անցնում, նախ կեղծ լուրեր է տարածում, հետո շինծում մեղադրանքներ, ապա հարձակվում, հղում տալով շինծում մեղադրանքներին։ Իրավիճակն այսպես պատկերավոր են նկարագրում ընդդիմադիրները։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորին է ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա։ Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Պարզվում է ԱԺ փոխոսնակը ընդդիմադիր համայնքապետերի մի ցուցակ ունի։ Կազմ պատրաստ հեռախոսի մեջ։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Տաշիրի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Բերթի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի։ ՔՊ-ի սև ցուցակն է Ռուբեն Ռուբինյանի ձեռքում։ Իշխանականներն այսօր 7 երգիտ էին, 7-ն էլ Վարդան Ղուկասյանի մասին, որին Վարդանիկ են անվանում անգամ նրա տղայի հասակակից տղաները։ Վարդանիկը բանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեգել վազում էր։ Հայկ Կոնջորյանին խանդավառել են Վարդան Ղուկասյանին վազելով բերման ենթարկելու կադրերը։ Ռուբեն Ռուբինյանը կարծես մի քիչ տխրել է, որ քաղաքապետին միայն վազեցրել են, կարող էին ասֆալտին փռել։ Հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել։ Ուշադրություն, ընդդիմադիր քաղաքապետի դեմքի մասին է խոսում ԱԺ փոխոսնակը։ Անտասիրակ մի հատ տղա է։ Արփիս Քյասյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։